Շնորհակալություն, հա, հասկացա։ Էսա մեզ ստեղից ուղեցին գումարած Լիլիթ Հովանիսյան կար։ Որը ժողշում էդ էլա Բակո Սահակյանի կածը եղել, էդ սաղյա համերգնի, մամերգնի, բիզնեսնի ֆորմ է գևալը ֆինանսավորվելա Բակո Սահակյանը Արցախ պետության հաշվին, անցանք առաջ։ Ուրեմն հիմա ամենասարսափելիներից հատվածներ։ Բանը Ղարաբաղի ժողովուրդը իրենց թաղամասերի անունները լավ գիտեն, եթե մի բան սխալ եմ ասելու, թող ստեղ ինձ ուղեն։ Բոլոր վիսոտկեքի բակերը, այսինքն բարձրահարկ շենքերի բակերը, վաճառվել են յուրայիններին, այսինքն Բակո Սահակյանի թիմակիցներին կոպեկներով, շենքերի բակերը։ Հետո բարձր գներով հետ են գնվել յուրայիններից։ Այսինքն, հիմա ոնց որ սիսի բոզի տղեն, վեկալի Երևան քաղաքի բակերը ծախի Վահան Ավագյան աղբի տղու վրա, Արտագալստյան բոզի տղու վրա եւ այլն կոպեկներով։ Հետո Երևանի քաղաքապետարանը նորից այդ շենքերի միջի բակերը հետ առնի այդ մարդկանցից։ Օրինակ, փաստերով։ Իր օգնական Արթուր Գրիգորյան, ածականը Ձերժինսկին ծծցնի քեզ։ Բանը ինչ էր Ձերժինսկու հայրանունը, Դավիդովիչ էր, ինչ էր։ Նայրի հանրակացարանների հետևի շենքերի բակերը եւ համար 1 դպրոցի մոտի բակերը վաճառվել են Արթուր Գրիգորյանին, հետո թանգով հետագնել Արցախի կառավարությունը։ Կոմիտաց Կարապետյան, ով Բակոյի ախրանիկն էր, միանգամից դառավ նախարար։ 2 հիդրոէլեկտրոկայանների սեփականատեր, 2 գես, պլյուս տեղ ասմոտրը Ղարաբաղի ամբողջությամբ եղել է Կոմիտաց Կարապետյանի սեփականությունը։ Հիմա շարունակությունը լսեք։ Բլոկադայի ժամանակ բոլոր այն մեքենաները Ղարաբաղի, որոնք որ անցել են տեղ ասմոտր, դրանք չեն մուտքագրվել ծրագրի մեջ։ Գումարը վեկալել են, տեղ ասմոտրի քաքը տվել են, ասել են բարի ճանապարհ։ Հիմա Հայաստանը, որ կայնացնում են այդ թուղթը նայում են, տենում են սիստեմի մեջ չկա։ Փողերը Բակոն լափել է, ինչ ուզում է դա լինի։ Եվ մուտք չի արել տեղ ասմոտրի, այն որ ասում է ընդհանուր բազա։ Իանք ժողովրդին հազար անգամ ներողություն սրել արցախցիներ, իանք ժողովրդին ծծրել են։ Դաշը պետական գույքը վաճառել է յուրայիներին, ապա վարձակալել է Արցախի կառավարությունը։ Պետ գույքը, պետական շենքերը ծախել են իրանց բոզի տղեկին, հետո շենքերը վարձակալել են։ Օրինակ, կադաստրի շենքը, Արցախի Ստեփանակերտի կադաստրի շենքը, իր գարաժներով վաճառվել է Անդրանիկ Խաչատրյանին, Բակոյի ընկերոջ փեսա, 3 միլիոն դրամով։ Եվ ամիսը 3 միլիոն դրամով վարձակալել է Արցախի կառավարությունը կադաստրի շենքը։ Բացատրում եմ для особо тупых։ Արցախ բանը կադաստրի շենքն է։ Ծախում ենք մեր աբազին, այն որ բանը կարգին հաղորդում կասում է գնդակ, գոլ, լավա։ Հիմա էսա։ Կադաստրի շենք, ծախում եմ իմ ընկերոջը կոպեկներով 3 միլիոն դրամով, եւ այդ նույն շենքը վարձակալում եմ իմ ընկերոջից ամիսը 3 միլիոն դրամով Արցախ հանրապետության հաշվին։ Շարունակում ենք։ Ստեփանակերտի ոստիկանության շենքը գնել են ինչ որ մի հատ բոզի տղա 1 միլիոն դրամով Արայիկ Հարությունյանը եւ Նվեր Բախշյանը, որը ինչ որ հիմնադրամի տնօրենն է։ Այսպես էր Արայիկ Հարությունյանը։ Եվ վարձով տվել պետությանը ոստիկանության շենքը 10 միլիոն դրամով։ Գոլ, լավա, էտա։ Իսկ որոշակի բոզի տղեկ ասում են Արցախի նախագահին հետ բերեք։ Եվս 10 միլիոն դրամով վարձակալել են ներդրումային հիմնադրամի շենքը, նորից Արայիկ Հարությունյանի բանով սեփականությունն է։ Մարդը շենքերը ծախել է կոպեկներով, ու այդ շենքերը վարձակալել է պետբյուջեի հաշվին։ 12 միլիոն դրամով վարձակալել իր քրոջ ամուսնուն պատկանող Յուրա Ղազարյանի շենքը եւ գյուղ նախարարությունը տեղափոխել այդ շենք։ Գյուղ նախարարության շենքը առանձինացախել։ Երևանում Ստրեչի մոստի մոտ մեծ հոթել Արցախ պատկանում է Յուրա Ղազարյանին։
Ստրեչի մոստի մոտ։ Գնացեք Սելի Ղարաբաղցներ, այդտեղ մնացեք, որ մնալու տեղ չունեք։ Ոստիկանության հաշվեկշռում գտնվող Գայի շենքը, պետավտոտերության շենքը, առել են 1 միլիոն դրամով։ Գային տեղափոխել է իր քրոջ Արայիկ Հարությունյանի քրոջ ամուսնու Յուրա Ղազարյանի շենքը, ամսական վճարելով դրա համար պետական բյուջեից 8 միլիոն դրամ։ Դուք հասկանում եք ինչ են արել սրանք։ Բլոկադայի ժամանակ այս երկու շենքերը վաճառում է Յուրան Արցախ հանրապետության վրա մի քանի միլիոն դոլարով։ Համ շենքերը կոպեկներով առել են, կոպեկներով, դրամներով։ Համ այդ շենքերը վարձակալության են տվել Արցախ հանրապետությանը տարիներ շարունակ։ Դրանից հետո դրամով առած շենքը միլիոնավոր դոլարներով փոխհատուցում են ստացել Ղարաբաղի կառավարությունից, մթոմյանք շենք են կորցրել, այն որ 160 քանի միլիոն է եկի կրգե։ Ստեփանակերտի Պաժարնին տեղափոխել են այլտեղ Յուրա Նազարյանի մեկ այլ գործարան կանդենսատորներին, վարձը 5 միլիոն դրամով։ Պաժարնին նստել է կանդենսատորի գործարան։ Իսկ Պաժարնու տարածքը նվիրել գեներալ Օգանովսկուն։ Սա էլ իր հերթին 2023 թվականին վաճառում է Արցախ հանրապետության վրա 82 միլիոն դրամով։ Պլյուս 2022 թվականին հիմնադրամից Արցախի ստանում է փոխառություն անտոկոս անժամկետ 1 միլիարդ 882 միլիոն դրամ անտոկոս անժամկետ, այսինքն այդ գումարը գնաց կորավ։ Դալշե սարսափելի տեսարաններ։ Ստեփանակերտի Ցոր, Զորամասկար, Ցոր, Ցենտրալնի Աբարանիցելնի ռայոն։ Զորամասը եղել է ուշադրություն Արկադի Ղուկասյանի սեփականությունը։ Դրա անալոգը մենք ունեինք Արարատի գնդի Զորամասը, որ այս մարդը բացահայտեց, որ Արարատի գունդը գրավադրված է Յունի բանկում Խաչատուրով Բոզի տղու կողմից։ Նույնը Ստեփանակերտի Ցորի Զորամասը սաղ ազատամարտիկների փողոտայում պատկանում է Արկադի Ղուկասյանին։ Մալատավո ուշադրություն, որ պատկանում է Արկադի Ղուկասյանին, պատկանել ավելի շուտ, Ադրբեջանը վեկարել է։ Այդ տարածքը Արկադի Ղուկասյանը վարձակալության է տվել Արցախի իշխանություններին ամիսը 90 միլիոն դրամով։ Հիմա բացատրեմ լա ասոբը տուպիղ։ Ցորի Զորամաս, Արցախի Ցորի Զորամաս։ Անվճար ձերքաբերել Արկադի Ղուկասյանը, Ղարաբաղի նախկին նախագահ։ Ձերքաբերել լավ է։ Այդ տարածքը, որտեղ գտնվել է Զորամասը, այդ Զորամասը, իմացի ֆատ խփի։ Պետությունը վարձակալել է Արկադի Ղուկասյանից ամիսը 90 միլիոն դրամով։ Այսինքն պետությունը չաստի համար ամսական պրեզիդենտին տվել է 90 միլիոն դրամ։ Եվ այդ Զորամասը հիմա որ կորել է, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանը բան վերցել է, սրանից էլ մարդը ստացել է գույքի վնաս, միլիոնավոր դոլարներ Արցախի հանրապետության բյուջեից։ Սա մի մասն է, ես չեմ ուզում ձեզ ավել ծանրաբեռնեմ, մենք այս թեման կշարունակենք երկուշաբթի օրը ևս։ Հիմա ես ձեզ ուզում եմ հարց տամ այն բոզի տղեկին, որոնք որ աղաղակում են, թե մեր հայրենակիցները գտնվում են